Բարև ձեզ։ Ինչ է հասարակության պառակտումը եւ ինչ է ազգային միաբանությունը։ Ինչ դեր ունի այս հարցերում կարծիքի ազատ արտահայտման իրավունքը։ Այսօր մեր հյուրը այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, ինչն է ցուցում պառակտման մասին, այլ ոչ թե ազատ խոսքի իրավունքի մասին։ Երբ ենք մենք կարողանում ախտորոշել, որ ենթադրենք որևէ համայնքում, որևէ հանրույթում պառակտման գործընթաց է գնում։ Տեսեք, հասարակությանը պառակտելու համար պետք է ջանք թափել։ Դա ինքնաբերաբար չի ստացվում։ Դա նպատակ է, հանուն ինչի ես դու պառակտում, դա տեխնոլոգիա է, ինչ քայլերով դու պիտի պառակտես հասարակությանը։ Տարակարծությունը, բազմակարծությունը որևէ կապ չունեն պառակտման հետ, գոյություն են համակեցության օրենքներ, տարբեր դարերում տարբեր նորմեր եղել համակեցության, մարդկանց, սոցիալական խմբերի, ամեն ժամանակ եղել է իր դարաշրջանին հարիր նորմալություն, եկել են 20-21-րդ դար, դա տարբեր կարծիք, մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար ենք սկզբունքով, մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, եւ շատ լավ է, որ ունենանք տարբեր կարծիքներ, մենք կարող ենք տարբեր երևույթների, տարբեր թեմաների շուրջ ունենալ իրարամերժ կարծիքներ, բայց կան համակեցության նորմեր, որ ցիվիլ աշխարհում պահվում են։ Դա նորմալն է։ Եթե նրանք, ովքեր ունեն լծակներ, ազդեցության լծակներ, միտումնավոր փորձում են սերմանել ներհանրային թշնամանք, ներհանրային պառակտում, դա լրիվ ուրիշ խնդիր է։ Դա ոչ մի կապ չունի տարակարծության կամ բազմակարծության հետ։ Դա արվում է կոնկրետ նպատակով, եթե դու ուզում ես ինչ-որ բան տապալել, դու պետք է պառակտես։ Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ ձեր կարծիքով միաբանությունը ոչ պառակտված վիճակը բնական վիճակ է, եւ եթե ասում եք ջանք պիտի թափել, բայց դրա համար է պետք ջանք թափել, հակառակ դեպքում դու կունենաս ատոմիզացված հասարակություն։ Ընդհանրապես հասարակությունները պետք է ունենան միասնական խնդիրներ։ Եթե խոսքը պետության հասարակության մասին է, շատ նորմալ մարդկային, համամարտկային արժեքների հիման վրա հիմնված նպատակներ, երազանքներ, ծրագրեր։ Մարդկանց ավելի շատ միացնում է, միաբանում է, քան պառակտում։ Եթե դու միտումնավոր չես պառակտում, իսկ եթե դու տարիներ շարունակ համառորեն անընդհատ ուզում ես բաժանել հասարակությանը, դու ստանում ես մի հասարակություն, որը ավելի շատ նման է ոչ թե պետության հասարակության, այլ ես մի քանի առիթով այդ օրինակը բերել եմ փախստականների մեծ ճամբարի ժողովուրդ։ Աշխարհում կան մեծ ճամբարներ փախստականների, մերձավոր արևելքում կան եւ այլն, շատ մեծ, մի քանի 100,000-անոց։ Հայաստանը վերջին տարիներին ցավոք սրտի, շատ ցավոք սրտի, նմանվում է փախստականի մեծ ճամբարի, որտեղ ապրում է, չգիտեմ, 2.5-3 միլիոն մարդ, եւ որը սկսել է զուրկ լինել միասնական նպատակներից, միասնական չի կարելիների համակարգից, միասնական կարելիների այդ համակեցության ֆունդամենտալ բաները փլվում են։ Կարելի է ասել, որ համակեցության կարելիների եւ չի կարելիների շոշափելի ենթադրենք արտահայտությունը, որտեղ դա էլ է պայմանական։ Լավ։ Այդպես կարելի է զրույցը հասցնել կամ ընդհանրապես հանրային խոսույթը հասցնել պրոֆանացման մակարդակի, չէ՞, ինչն է կարելի, ինչը չի կարելի, իսկ ինչու ոչ հարցադրմամբ, այսօր ամեն ինչ կարելի, թվում է թե կարելի է։ Ենթադրենք որևէ մի փաստաթուղթ, որը սահմանում է տվյալ հանրույթի կարելիներն ու չի կարելիները, կարող ենք ասել դա ենթադրենք սահմանադրություն։ Սահմանադրությունն է, օրենքներն է, ազդեցիկ մարդկանց կենսակերպն է, սոցիալական շերտերի պահվածքն է։ Այ ես մի օրինակ բերեմ, Հայաստանում վերջի շրջանում, վերջի 1-2 տարի մի հատ ձևակերպում կա, որը հին ձևակերպում ունի, հիմա շատ ավելի լկտի է օգտագործում ներողություն բառի համար, իմ փողն է ինչ կուզեմ կանեմ, եւ մեծահարուստների կողմից շատ հաճախ դա լսվում է։ Ամբողջ խնդիրն է, որ 21-րդ դարում աշխարհը եկել է այն աստիճանի զարգացման, որ այդ ձևակերպումը համար շատ հնացած եւ շատ վայրենի։ Նույն խոշոր բիզնեսը ունի սոցիալական պատասխանատվություններ։ Չի կարող աղքատ երկրում մի նեղ շերտի մոտ լինի շատ փող եւ նա ինչ ուզի անի։ Չի լինում այդպես բան։ Այդ պետությունները կենսունակ չեն լինում։ Դրա համար զարգացած քաղաքակիրթ երկրներում այդ հարցը լուծված է։ Սկսած մեծ հարկերից, սկսած մարդկային դեմքով բիզնես եւ մարդկային դեմքով խոշոր կապիտալ ձևավորելու։ Կապիտալը ինքն է ուզում մարդկային դեմք ունենա։ Չի ասում ես վայրենի եմ, իմ փողը մենակ իմ համար կծախսեմ ոնց կուզեմ, չէ։ Նրանք ուզում են լավ բաներ անել։
հասարակության համար, որպեսզի իրենք կարողանան նույնիսկ էգոիստական նպատակ լավ վայելեն իրենց ունեցվածքը, չչարացնեն։ Հայաստանում երջանիկ վայել։ Այո, այդ նորմալ է, որտեղ երջանիկ միջավայրում է հնարավոր դու քո հնարավորությունները վայելել կամ հնարավոր չի համատարած աղքատության մեջ ասել ես շատ փող ունեմ, ինչ կուզեմ կանեմ, չի լինում տենց։ Դա բերում է ընդհանուր դեգրադացիայի։ Սա մի օրինակ էր, որտեղ կանգ առանք, այդ շատ լավ ձևակերպում կա սոցիալական ճարտարապետություն։ Հայ մեր մոտ դա շատ վաղուց բացակայում է, շատ վաղուց։ Չհասկացում։ Ո՞վ է նախաձեռնում այդ նախագիծը։ Միանշանակ էլիտաները, միանշանակ, գիտեք, հիմա մենք արդեն մի քանի րոպե բարդ թեմաներից խոսում ենք, պատկերացրեք, եթե լինի սոլիդ իշխանություն եւ ունենա լծակներ եւ կիսի այն արժեքները, որ մենք հիմա խոսում ենք, հա, համակեցության, փոխադարձ հարգանքի եւ այլն, շատ արագ երկրում ուրիշ մթնոլորտ կլինի։ Երբ որ դու ունենում ես լծակներ եւ կրում ես որոշակի արժե համակարգ, դու կարողանում ես շատ արագ հասարակությանը բերել այն հասարակության, որը գտնում ես ճիշտ։ Դրա ամենավառ օրինակը աշխարհում բոլոր ժողովուրդները անցել են։ Գերմանացիք, մենք խոսել ենք Բախ, Բեթհովեն տված համաշխարհային մշակույթ տված գերմանացիք դառնում են ֆաշիստական Գերմանիայի հասարակություն, որը կարող է աչք փակել համակենտրոնացման ճամբարների վրա կամ նույնիսկ մասնակից լինել։ Հետո երբ որ անցավ այդ 40-50-ամյա փուլը, այդ ժողովուրդը ընդունեց իր մեղքի եւ իր ամոթի խոր զգացումը, որ միջև այսօր կա, եւ ինքը էլի վերականգնվեց բարձր մշակութային, բարձր ինդուստրիալ հասարակության գերմանական։ Նույնը ռուսները, այն ռուսական կայսրությունը, որ կար իր ավանդույթներով, եկավ հեղափոխության, սպիտակների, կարմիրների, չգիտեմ ինչ, 17 թվական էլիտաների դուր շպրտման եւ պրոլետարիատի իշխման, հետո հասկացան, հետո հանդարտվեց, էլի գնաց վերական։ Շատ ազգեր են դրա միջով անցել։ Մենք հիմա անցնում ենք ցավոտ, ուղղակի մենք փոքր ենք։ Փոքր ժողովուրդ են, փոքր հասարակություն։ Ցավոք ունենք արևելյան ժողովրդի հատկանիշներ, կոնֆորմիզմի հարմարվելու, մի կողմ քաշվելու այդ միասնական հասարակության բաները չունենք։ Ամեն դեպքում Հայաստանի հետ պատերազմյան վերականգնումը, որ մի օր գալու է, առանց դրա չի լինելու։ Առաջի բաներից մեկը ենթադրում է սոցիալական ճարտարապետությունը։ Վերջը ինչ տիպի հասարակություն, ինչ տիպի պետություն ենք մենք տեսնում։ Եթե մենք էլի տեսնելու ենք, ես փող ունեմ, ինչ կուզեմ կանեմ, դու էլ ոնց ուզում ես ապրի, ապագա չունենալու երկիրը։ Եթե մենք կարանք գտնենք ճիշտ համակեցության եւ մարդկային դեմքով հասարակության, առողջ էլիտաների եւ ներհանրային երկխոսության այդ խողովակները, կարանք հանգիստ շատ կարճ ժամանակում վերականգնվել։ Այսինքն ապատյան վճռորոշ չէ։ Ապատյան շատ բարդ գործ է, դուք լավ շեշտադրում եք անում, բարդ բան է։ Եթե դու ապատյան թողում ես, որ ինք հասարակությունը դժվար կհաղթար, պիտի օգնես, որ հաղթարի։ Էդ էլ է էլիտաների ֆունկցիան։ Էդ էլ են մարդիկ, որոնք ուժ են գտնում, ասում են, չէ, գնում ենք վերականգնման։ Այս վիճակը իրոք սազական չէ, գնում ենք, առողջացնում ենք։ Նույն անհատի մակարդակով, եթե թողես օգնության կարիք ունեցող անհատին, ինքը շատ դժվար դուրս կգա։ Երևի դուրս կգա, բայց շատ ու շատ դժվար։ Եթե դու օգնում ես, ինքը շատ ավելի արագ է դուրս գալիս։ Նույնը հասարակությունները։ Եթե քննարկենք մի իրավիճակ, երբ ենթադրենք սոցիալական ճարտարապետություն իրականացնող էլիտա չկա, իսկ էլիտա ասելով մենք շատ հաճախ առաջինը նկատի ունենք քաղաքական էլիտան, որպես լծակների տիրապետող։ Այո, այո։ Ի վերջո մանդատը, որ տրվում է ժողովրդի կողմից քաղաքական էլիտային, կլինի իշխանություն, կլինի պաշտոնական էլիտային, տրվում է լծակների մանդատ։ Այո։ Եվ եթե այդ լծակները ենթադրենք քաղաքական էլիտան ի վիճակի չէ, կարողունակ չէ։ Երկրորդական հարց է, ինչ պատճառով կարողունակ չէ։ Փաստացի կարողունակ չէ։ Այս խնդիրները լուծելու հասարակության ատոմիզացման կամ մի խոսքով անվտանգության, սոցիալական անվտանգության հասարակության անելիքը ո՞րն է։ Ասեմ։ Եվ հասարակությունն էլ, ինչպես դուք ասում եք, փաստորեն հիվանդի կարգավիճակում է։ Դեռ մի բան էլ օգնության կարիք ունեցողի կարգավիճակում է։ Մի հատ շատ լավ ձևակերպում կա, որ համաշխարհային գրականությունից ասում է, չարիքի հաղթանակի համար երբեմն ընդամենը բավարար է պարկեշտ մարդկանց անտարբերությունը։ Որ պարկեշտ մարդիկ սուս են մնում, անտարբեր են, դառնում են դիտորդ, չարիքը իր հաղթարշավը սկսում է։
Ցավոք ձեր քիչ առաջ դուք այդ ապացիան նշեցիք, ապացիան օգնում է դրան, որ պարկեշտ մարդիկ հեռու քաշվեն, սուս մնան, չխառնվեն, շատերը գիտակցաբար, որտեվ կոմֆորտ զոնա, չէ՞ մի հատ այդ գրեհիկ ձևակերպում կա, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ում մի հատ հարցով ասում ես տեսակ այդ հայտնի, իր ոլորտից կլինի, իր ընտանիքից կլինի, իր շենքից, իր թաղամասից, թե համապետական, ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իսկ ընդհանրապես դա պետություն չունեցող ժողովրդի ներկայացուցիչ ձևակերպում է։ Ինչ ասել է քաղաքական, քեզ ոչ մեկ չի ասում գնա առաջադրվի կամ դառի կուսակցության առաջնորդ։ Քաղաքականությունը քո կյանքն է, քո կենցաղը, քո երեխայի մանկապարտեզից սկսած, դա քաղաքականություն է, համայնքային, սոցիալական, համապետական։ Երբ որ մարդ չի ուզում կարծիք ասել, ինքը ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես չգիտեմ ինչքանով է պատե մերս հետաքրքիր զրույցը բերել ավելի կոնկրետ գրեհիկ մի հատ process-ի հետ, որ մեր աչքի առաջ է, գործադիր իշխանության հարձակումները եկեղեցու վրա, ես մի հրապարակում եմ արել, որտեղ իմ ձևակերպը շատ հստակ է, սա իշխանություն եկեղեցի կոնֆլիկտը չէ, ամենևին եւ եկեղեցին քիչ բան ունի անելու։ Բացարձակ քիչ բան ըստիս, սա աշխարհիկ կառույցների անելիքն է պատասխանել այդ հարձակումներին այլանդակ։ Աշխարհիկ ինստիտուտների, չէ՞ հետո էլիտաները որ խոսում են, դրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ միավորներ են, կոնկրետ կոչումներով, կոնկրետ ոլորտներով հեղինակություն ունեցած։ Այդ մարդիկ պիտի խոսեն։ Կարծում եք դա ազդեցություն կունենա։ Դա ամենամեծ ազդեցությունը կունենա եւ դա ամենաճիշտ ճանապարհն է, որովհետեւ սա իսկապես կառավարություն եկեղեցի կոնֆլիկտ ամենևին դրանք տարբեր մեկը ինչ որ անցողիկ մի քանի տարվա մանդատով մի ինչ որ կառույց է, մյուսը հավերժ դարերով իր խոհեմությամբ, այստեղ ուրիշ է, այստեղ ռեալ կյանքում այս երկու բևեռներում կա լայն հասարակություն իր աշխարհիկ կառույցներով։ Դրա մեջ մտնում է եւ քաղաքական ուժերը, եւ հանրային ուժերը, եւ միությունները, մշակութային առողջապահական ստեղծագործած, չէ՞ որ կյանքը այդ մարդկանցով է։ Տարբեր արհմիություններ եւ այլն։ Եթե մենք կանք, ապա մենք կանք ինչ որ ֆորմաների մեջ։ Եթե մենք այդ ֆորմաները բոլորը ֆիկտիվ են, եկեք ֆիքսենք, որ մեր խնդրումը շատ խորն է։ Բանը այդ համաշխարհային լուսավորչական դեմքերից մեկը Վոլտերը ասած ձևակերպում ունի, ասում է մարդը միայն այն ժամանակ է իրենց արժեքներ կայացնում, եթե ունի հստակ կարծիք։ Եթե դու կարծիք չունես, դու քիչ ես տարբերվում կենթանական աշխարհի մյուսներից։ Բայց եթե դու կարծիք Կարակը մենք ամեն ինչի մասին կարծիք ունենք։ Մեզ թվում է թե ունենք։ Այն շատերը որ վեր ընկերում կրկնում են, իրանք ուղղակի ռետրասլյացիա են անում այդ բանն է, շքախմբային ազդեցությունը ինչ որ մեկի բանն է։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, որ մենք անհատական կարծիք եւ ինքնուրույն կարծիք շատ դժվար ենք ձևավորում եւ շատ հաճախ նրանք ովքեր ունակ են ձևավորելու չեն համարձակվում իրենց կարծիքը հնչեցնել։ Դա ավելի լավ է դու չկարողանաս քո կարծիք ձևավորել, մի օր կգա այդ էվոլյուցիոն փուլը, որ կկարողանաս, դու չէ քո երեխան կամ այս միջավայրում չէ մյուս միջավայրում, բայց երբ որ դու ունակ ես կարծիք ձևավորելու եւ ասում ես լավ, ինչ գործ ունեմ, դու ամեն դեպքում տենց կարաս ասես։ Երբ որ Արցախի շրջափակում էր, ես գիտեմ շատ մարդիկ, որոնք խուսափել են ի պաշտպանություն արցախայության մի բան անել, համաշխարհային անուն ունեցող հայերի։ Ես գիտեմ, ես անձամբ գիտեմ եւ գիտեմ այդ աշխատանքը որ փորձ էր արվում ամբողջ աշխարհով ձայն բարձրացնել, շատերը հրաժարվել։ Ես գիտեմ, որ շատերը այդ դրանցից շատ-շատը արել են ամեն ինչ։ Մենք հետել ունենք բարգու պատիվ այդ մարդկանց անունները պետքա տալ, տարբեր աստղեր, տարբեր հեղինակություններ, տարբեր ազդեցիկ դեմքեր, խոշոր գործարներ արել են, բայց ունեցել ենք նաեւ նրանք, որոնք չեն արել։ Հիմա նույնն է եկեղեցու շատերը սպասում են մի առաջին քայլ, որ իրենց հստակ վերաբերմունք արտահայտեն։ Մի ահագի մաս վախենալու է, չի խոսելու։ Էս է որևէ խնդիր, որ նետվում է հասարակություն, որևէ ցցուն մի բան, որ նետվում է, դրա վերաբերյալ կամ իրավիճակ, որ ստեղծվում է, բացասական իրավիճակ, երբ ստեղծվում է հասարակության մեջ, շատ հաճախ ռեակցիան ոչ միայն պարզապես լռությունն է լինում կամ ես չեմ զբաղվում քաղաքականությամբ լռելը, այլև
ցինիզմը։ Եվ չեք կարծում արդյոք, որ եւ կոմֆորտ լռության զոնայի մեջ մտնելը եւ նույնիսկ ցինիզմը, հումորի վերածելը, այդպես անլրջացնելը, դրանք ինքնապաշտպանական մեխանիզմներ են։ Այսինքն դա իսկապես խոսում է այն մասին, որ ցավեցնում է հարվածը եւ անտարբեր չի, այսինքն մենք շատ հաճախ դրան անվանում ենք անտարբերություն, բայց այդ ռեակցիան արդյոք հենց չի նշանակում, որ անտարբերություն չի, ուղղակի ինքնապաշտպանական այսպես բնազդային մեխանիզմ է եւ կա մի մասի մոտ հանրության կա այդ բանը, ամեն ինչ կատակի ցինիզմի վերածելը, դա ակնհայտ պաշտպանական ինչ-որ մեխանիզմ է, որովհետեւ ասում եմ ուրիշ ինչ անեմ, ուրիշ բանի կամ պատրաստ չեմ, կամ ունակ չեմ, բայց այն անտարբերությունը մի քիչ կա նաև զուտ անտարբերություն, որ էսել է հիմիկվա գլոբալիստական աշխարհի համաշխարհային խնդիրը իմ մի մետրից են կողմ ոչինչ չի հետաքրքրում, այդ էլ կա, բայց դա ոչ միայն մեր խնդիրն է, ամբողջ աշխարհում կա, այս առումով կա, ես էլ եմ նույնիսկ ամենացավոտ հարցերը փորձում են նույնիսկ հանրային տիրույթում վերածել կատակի ցինիզմի դա նաև պայքար ինչ որ ձև է թե դիմացը ամեղսունակություն է խոսում իսկապես անստոպ անկարմիրգից ինչ ուզում խոսում են դե հիմա մի բանով պիտի պատասխանես որ լուրջ դեմքով չես նստելու պատասխանես հիմա մի քիչ հետ գնանք ձեր թույլտվությամբ հետ գնանք եկեղեցու էս բանը եկեղեցու հետ տարվող կամպանիան եկեղեցու դեմ գիտեք տարիներ առաջ եղել է դիվանագետների դեմ Հիմա չենք հիշում, որտեղ մեր կյանքը շատ արագ է, որ ոնց էին ասում, կոշիկ լիզող դիվանագետներ։ Պատկերացնում եք, այդ համակարգը, պետություն, որ զրոյից ստեղծել էր դիվանագետների համակարգ, որտեղ կային շատ կրթված մարդիկ, շատ լուրջ մարդիկ, ամբասիր ծառայած պետությանը։ Հիմա իրանց ասում են կոշիկ լիզող դիվանագետներ։ Լիքը նորմալ մարդ դուրս եկավ, ասաց ես չկամ քո հետ։ Մի մասը համակերպվեց, ասեց դե երևի իմ մասին չէր ասում, էլ Էմուսի մասին, չէ։ Միջև այդ դատավորներ, ինչ մեկ ասում էր պատերի տակ վնգստացող դատավորներ։ Որոշ դատավորներ ասեն տեսություն։ Այս այդ պայմաններում նա մյուսները ասում չէ, մենք լավ էլ կինտեգրվենք, ինչ ասես կանենք։ Այս շատ հակասական է։ Աննորմալությունը գալիս է բանից, ընդհանուր մեծ աննորմալության մեջ շատ դժվար է Դեռևս ամարտկային պայմաններում դժվար է մարդ մնալը։ Այդ հայտնի համակարգերի խնդիրն է, բանտերում, համակենտրոնացման ճամբարներում, պատերազմներում, չգիտեմ, եւ այլ։ Մենք շատ ձեր կարծիքով մենք այսօր անմարտկային պայմաններում ենք։ Մենք 7-րդ տարին աննորմալ պայման, մենք մեզ խաբում ենք, թե նորմալ պայմաններում ենք ապրում։ 7 տարի։ Բայց դա նաեւ կարելի է անմարտկային։ Այո։ 7 տարի դու ապրես կորստի, պատերազմի պարակտման, թշնամանքի այդ մթնոլորտում։ Մենք մեզ խաբում ենք, թե մենք նորմալ պետություն ենք, նորմալ հասարակ, ոչ։ Դա շատ ֆունդամենտալ ելակետային հարց է, դու որպեսզի այդ բուժման լուծումները գտնես, դու պիտի այդ դիագնոզը ճիշտ տնես։ Մենք մեզ խաբում ենք, թե մենք նորմալ այդ ծնունդ, կնունք, որ անում ենք, հարսանիք, չգիտեմ ինչ, ուրախուց, շատ հաճախ ֆորմալիզացված է։ Մարդկանց ուշքը միտքը ուրիշ տեղ է։ Կռիվ-քսի զոհը, դու չես կարող համարես նորմալ, եթե քո ամբողջ Հայաստանով երագույն դրոշներով թարմ գերեզմաններ են ջահել տղեկի։ Հնարավոր չէ։ Դա աննորմալություն է։ Մենք այս աննորմալ էջը պետքա փակենք, որ կամաց վերականգնում։ Մենք մեզ խաբում ենք, թե նորմալ է մեր կյանքը։ Դա չի։ Մենք ընդհանրապես ամեն 2-3 ամիսը մեկ նոր նորմալություն են մեզ ասում։ Մենք Արցախի շրջափակումը առաջի 10 օրը շոկ էր։ Ոնց մարդիկ այնտեղ երեխա, հղիկին եւ այլն ուտելիք չկա։ Հետո 9 ամիս մենք այդ նոր նորմալության, լավ ասենք մի օր կբացվի։ Հետո ամբողջ Արցախայությունը դուրս եկավ, մի շաբաթ շոկ էր, ոնց մեր Արցախը, մեր 1000 տարվա, մեր ամառասը, 10 օր հետո դա նոր նորմալություն է, դե հա, դուրս եկանք։ Հետո մենք լսում ենք հարևան երկրի ղեկավարությանը, որ ասում է դե այդ Սյունիքը պիտի քննարկվի։ 5 օր շոկ է, հետո ասում ենք դե նեվան։ Հետո ասում է 300,000 ադրբեջանցի պիտի գա քո երկիր։ Սկզբում շոկ է, ռեակցիա է, հետո ասում մեկը վերակենում, ասում դե բայց կարա նորմալ լինի։ Ամեն ինչ այդ նոր նորմալությունը մենք անդադ
հարմարվում ենք։ Հիմա նոր նորմալությունն է, որ կարելի է իսկապես մեր ամենակայացած ինստիտուտին, պատմական, բազմանդարյա մեր իսկապես սրբության եկեղեցու հանդեպ այլանդակ խոսել, դա մի քանի տարի առաջ կլիներ բան դիեզերական անպարկեշտություն։ Հիմա դա համարվում նոր նորմալություն։ Հələ մի հատ է պատասխան են ակնկալում։ Ինչին պատասխան է, ում պատասխան է։ Պարոն Հովհաննիսյան, դուք եթե այդքան այդպես մանրամասն վերլուծում եք, օրինաչափությունները որոնք են։ Կենսաբանական օրինաչափությունները ես կասեի։ Այդպես նոր նորմալություն, դա տեխնոլոգիա է հատուկ կիրառվող, դա, այսինքն ինչպես է, որ մարդու համար դա դառնում է նորմալ, ձեր ասած։ Վտանգավոր աշխարհիկ իշխանություն։ Չէ, լավ, մարդու համար նա կրում է մարդը սովորական ինչու է 5 օր հետո երբ որ լինում է վտանգավոր աշխարհիկ իշխանություն եւ հասարակությունը չի կարողանում դրա դեմը առնել, չի կարողանում զսպման մեխանիզմներ ստեղծել, փոխել, բերել նորմալ սոլիդ իշխանություն, այդ փուլը հատես ցկվելու է։ Ժողովուրդներ կան, որոնք 1 տարում հասկանում են, ինչ են կարել, փոխում են։ Ժողովուրդներ կան, որոնք հասկանում են 10 տարում, 5 տարում։ Մենք 7 տարում չունենք։ Այդ համակարգերը չունենք զսպման։ Թեև պիտի ունենայինք, որովհետև ամեն դեպքում մենք պետություն ունենք, որ համակարգեր կային, բայց բարձրացած դրանք էլ են բուտաֆորիկ։ Շատ բարդ վիճակ է, մենք մեր խնդիրները շատ ավելի խորն է, քան մեզ թվում է օրվա լրահոսից։ Շատ խորն է։ Եվ միգուցե այդ պատճառով է օրվա լրահոսն այդքան հարուստ, որ խնդիրների խորությունը չգիտակցենք։ Ինչով հարուստ, ով ինչ ասեց, ով հետ քնեց, ով ինչով որ կարևորը հարստությունն արեց, բամբասեց, վատը, հա, այդ է։ Բայց նայեք, մենք դիեզերքում մենակ չենք, էլի ես ուղղակի երբեմն օրվա լրահոսը կարդում եմ հարևան երկրների լրահոսին զուգահեռ։ Ախր այնտեղ շատ լուրջ բաներ են խոսում, շատ լուրջ բաներ են քննարկում, խոշոր ծրագրեր, ենթակառուցվածքային, տնտեսական, ահռելի, հա, ասենք վերջի մի շաբաթում Ադրբեջանը բացեց Լաչինի միջազգային օդանավակայանը, ֆրանսիական Total Energy-ից ստորագրեցին հսկայական էներգետիկ ոլորտում նախագիծ եւ ասենց խոշոր մենք ինչով ենք զբաղվում։ Այս անլրջությունը, որ գալիս է իշխանության ամենակարևոր սենյակներից, ախր կքանդի կմաշես երկիրը, մեղք կա։ Մենք բայց ես ցավում եմ, որ մենք աշխարհիկ կառույցներով չենք գտնում դրա դեմ առնելու մեխանիզմը։ Եկեք ամփոփենք գտնելու ձևերի մասին, այն իմաստով, որ մենք խոսում ենք պարակտման կամ ատոմիզացման կամ անլրջության մասին, բայց համաձայն եք, որ կոչերի մակարդակով, խոսքի բանավոր խոսքի մակարդակով հասարակության մեջ շատ հաճախ երևի նույն հաճախակիրությամբ հնչում է մենք պետք է միաբանված լինենք։ Այսինքն դա էլ ֆորմալ կոչ է։ Չէ, մարդկանց պետք չի, մարդիկ շատ ազնիվ անկեղծ սպորտում ունեն, մարդիկ հոգնել են թշնամությունից, հոգնել են պարակտվածությունից, հոգնել են արհեստական արդեն նույնիսկ ընտանիք մտնող այդ ատոմիզացիայից, մարդիկ ուզում են նորմալ մարդավայել ապրել, այդ ներքին հաշտության դրոշով, այն ուժը, այն անհատները կլեն հոգևոր, կլեն աշխարհիկ, ովքեր կմտնեն հասարակություն, այդ մեր պատմական էպոխալի ծառայությունը նրանք են ձևակերպել։ Մեր ժողովրդին իսկապես պետք է ներքին հաշտեցում եւ ինչ որ մի հատ տեսլական վերածննդի, այդ պատերազմյան վերածննդի տեսլական, ոչ ենք արել, ոչ ես։ Ես մարդկանց ազնվության վրա չեմ կասկածում։ Իրոք ուզում եմ միաբանվել, չիմանալով դրա ենթաշերտեր եւ ռեալիզացիայի մեխանիզմները։ Նորմալ մարդկանց կյանքը, նորմալ հասարակության կյանքը չի ընդհանրում մշտական ճշնամանք ներքին։ Չի ընդհանրում։ Իսկ մենք անընդհատ դրա մեջ ենք։ Հենց մի փոքր հանդարտվում է մեկը մի հատ թեմա եմ բերում, որ բան է արհեստականի դեպ։ Պարոն Հովհաննիսյան, ո՞րն է այն ամենակարևոր հարցադրումը կամ հարցի բարձրաձայնումը, ձևակերպումը, որ դուք համարում եք, որ այսօր պիտի հնչեցվի, որը օրակարգային է իսկապես ձեր կարծիքով։ Ասեմ, ամենակարևոր դժվար ասել, բայց շատ հետաքրքիր մի process-ի մասին կուզեմ խոսել, հանրային լատենտ տրամադրությունները հասկանալը շատ կարևոր է։ Ինչ է դա նշանակում, նախ եկեք հասկանանք լատենտ տրամադրությունը։ Հասարակությունը երբեմն շատ լուր ռեակցիա է տալիս այս կամ այն երևույթին։ Առանց գոռալու, առանց դիրքավորվելու, առանց
միավորների կամ բաժանվելու, այս կոնկրետ բերեմ օրինակը այս եկեղեցու դեմ վերջի մի քանի օր այդ այլանդակ արշավը սկսելուց հետո ուշադիր նայեք, ես հատ-հատ շրջել եմ Երևանի եկեղեցիներով, լեփ-լեցուն, մարդիկ հասարակությունը լուր ռեակցիա են տալիս, պատարագի օրերին, կիրակի օրերին լեփ-լեցուն, բոլոր Երևանյան եկեղեցիներում, 2 անգամ ավելի շատ մարդ կան սովորական օրերին, շատ երիտասարդներ կան, շատ մարդիկ եկել են իրենց բնական մարդկային ռեակցիան մեղադրել հասարակությանը, որ դու չես կողմնորոշվում, որտեղա ճիշտ է, քեզ ոնց, բայց ճիշտ չէ։ Մնացածը մենեջմենտի խնդիր է։ Մարդիկ, այդ լատենտ տրամադրությունները շատ նորմալ մարդկային քրիստոնեական տրամադրություններ են։ Եվ մարդիկ եկան եկեղեցիներ ցույց տալով, որ սա իմ եկեղեցին է, իմ տունն է, իմ երեխան ստեղ է կնքվել, ես ստեղ եմ գալիս։ Շատ հետաքրքիր ռեակցիա է։ Եվ եթե այսպես կոչված աշխարհիկ էլիտաները ճիշտ կարողանան աշխատել սեփական հասարակության հետ, շատ արագ կփոխվի մթնոլորտը երկրում։ Եվ երկրում ընդհանրապես շատ բան շատ արագ կփոխվի։ Պետք չէ չարած գործը թողնել, ասես, այս մեր ժողովուրդն, այս մեր հասարակությունը, տենց չի։ Ես ասում եմ, մարդիկ վերջին 4-5 օրերին հոսքը դեպի եկեղեցիներ, դա քվեարկության ձև է։ Հա, գնում են ընտրատեղամաս քվեարկում են աշխարհիկ ընտրությունների ժամանակ, երբ որ մարդը գտնում է 5 րոպե, 10 րոպե իր ընտանիքի երեխու ձեռը բռնած գալիս է եկեղեցի, դա էլ է քվեարկության ձև։ Ավելի արժևոր կարևոր քվեարկության։ Ես սա տեսել եմ իմ աչքերով եւ սա տեսել են շատերը։ Եթե մարդիկ ձևակերպեն դա որպես քվեարկություն, այո, այդ ես վստահ եմ, որ դուք պայմանական քվեարկություն եք ասում, դա եւս մեկ այդ ճակերտները կարող են հանվել եւ մեկնաբանվել, որ եկեղեցին մտել է մարտի քաղաքական։ Քաղաքական մարտը այնքան բարձունակ ձևակերպ եկեղեցին չի կարող մտնել իր այդ բազմադարյա խոհեմությամբ էլի եւ ապագա բազմաթիվ դարերի իր հերանեկարով։ Ինչ մարդ, ինչ բան։ Ինչի մասին է խոսքը։ Իշխանությունը կփոխվի էլ մի օր։ Հուսով եմ արագ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում այլանդրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։